մենք ուզում ենք ներկայացնենք մեր տնտեսական ծրագրից 4-րդը։ Ուսումնասիրել ենք գյուղատնտեսության բոլոր հարցերը, որ կա մեր երկրում, ու եկել ենք մի հատ հիմնական կետի, թե ինչի վրա պետքա աշխատենք ամենաշատը։ Դա մթերումն է։ Մի 20 տարի առաջ ես խաղողի այգեմ իմն էի, Վարդագույն Քիշմիշի խաղողի այգեմ իմն էի։ Մինչև 20 թիվը համարը ասեմ նորմալ վաճառվեր է։ 20 թվից գները սկսեց անկում ապրել։ Անցած տարի ես ինքս 12 տոննա քիշմիշ 130 դրամով տարեթափեր եմ այգի էտելու տեղից թողե եկել եմ ստեղ։ Մտածում եմ, այս այգին էտեմ, թե քանդեմ Յոնջաց անեմ։ Օրենք ել է, որ գյուղատնտեսական նշանակության ունեցող հողի վրա կարակ ջերմոցային տնտեսություն կառուցեք։ Մենք էլ վարկը տրամադրում ենք։ Ես այդ վարկից ուզում եմ օգտվեմ, բայց արդյոք կարում եմ այդ իմ հողի վրան սարքեմ, թե չէ։ Ասում են չէ։ Տարեկան $100 միլիոն մեր երկրի գյուղատնտեսությանը տալիս, տարեկան $100 միլիոն, որը էֆեկտ, որպես այդպեսին, 8 տարում մեր գյուղատնտեսությունը 10% ընկել է։ Մի օր եկավ հասավ, որ ֆորը ասեց, գիտեք ինչ, այսօր հավաք մի արեք։ Լարսում կանգնած է մեքենաները դուրս չեն գալիս։ Այսինքն, եթե ես այդ օրը Ծիրանին ձեռ չեմ տալի, Ծիրանը ինձ չի սպասում, ինքը հասունանում է։ Ծիրանը հասունացավ, սկսեց արագ հասունանալ ու ես արդեն չեմ հասցրել Ծիրանը հավաքել։ Մոտ 50 տոննա Ծիրանը թափել 3 հեկտար Ծիրանանոցում։ Վերահսկողություն արդյոք թերություններ չլինի, թե քաշուկ չլինի, չգիտեմ, գենի հետ խնդիր չլինի, դրանց վերահսկումը արդեն պետական մակարդակով Այո, պետք է։ ստեղ ինչա տալի, պետությունը աջակցում է մթերման կայանին այն դեպքում, եթե ինքը գյուղացու համար ապահովում է ֆիքսված գին։ Իմ գյուղացուց այս գինը վերցրեցիր, ես տարին քեզ այսքան գումար, արտահանմանդ վրա 10%-ը քեզ տալու եմ։ Ծրագրերից մեկը էդ է։